Աշխարհի ամենահարուստ մարդը եկավ, կառավարման արդյունավետությունը բարձրացրեց, փակեց մի շարք հիմնադրամներ, այժմ էլ վերադառնում է բիզնես գործունեությանը։ Եթե դեռ չեք կռահել, խոսքը բիզնեսմեն Միացյալ Նահանգների կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկի մասին է։ Ու այո, նա թողնում է աթոռը։ Բայց սա ամենևին չի նշանակում, որ իր միջնորդությամբ փակված կամ կրճատված ծրագրերը վերականգնվելու են։ Համենայն դեպս այս պահին չկա այդպիսի որոշում։ Մասկին բախտ վիճակվեց պետական համակարգում լինել մոտ 3 ամիս։ Դոնալդ Թրամփն իր շրջապատին, այդ թվում վարչակազմին, տեղեկացրել է, որ Իլոն Մասկը մոտակա շաբաթների ընթացքում կլքի պաշտոնը։ Սակայն սա ամենևին չի նշանակում, թե Թրամփը նրան վատ աշխատանքի համար է հեռացնում։ Հակառակը, շատ գոհ ու երախտապարտ է, բայց միասին որոշել են, որ Մասկը վերադառնա բիզնես գործունեությանը։ Ու այնպես չէ, որ սա նորություն է։ Թրամփն այս մասին ասել էր, երբ դեռ նոր էր այս պաշտոնը վստահում Մասկին։ Կարծում եմ, որ Մասկը հիանալի ղեկավար է, բայց նաև կարծում եմ, որ նա մեծ ընկերություն ունի։ Ինչ-որ ժամանակ անց նա պետք է վերադառնա իր ընկերություն կառավարման համար։ Ես կպահեմ նրան այնքան ժամանակ, որքան կկարողանամ։ Մասկը շատ տաղանդավոր տղա է։ Թեպետ Թրամփը շնորհակալ է Մասկին, բայց ներքին շրջանակները բողոքել են։ Ավելին, հիասթափվել են նրա անկանխատեսելիությունից ու միլիարդատիրոջը ինչ-որ տեղ դիտարկել են որպես քաղաքական բեռ։ Այդուամենայնիվ շշուկներ են պտտվում, որ Մասկը հավանաբար կպահպանի ոչ պաշտոնական խորհրդականի դերը եւ կշարունակի լինել Սպիտակ տան տարածքում ժամանակ առ ժամանակ երևացող դեմք։ Բայց այդ նույն շշուկների համաձայն Մասկն ամբողջությամբ կանհետանա Թրամփի պաշտոնական կյանքից, քանի որ մոլորեցնում է Թրամփին։ Ինչ էլ որ խոսեն Մասկի միակ հստակությունը փոփոխությունն ու անկառավարելիությունն է։